Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, այնուամենայնիվ քաղաքական արդյոք պայքար է այդ չելենջները, որոնք տեղի ունենում, ընտրողը արժանի է այն վերաբերմունքին, ինչը ներկայացվում է քաղաքական ուժերի կողմից, սա արդյոք ընտրապայքար է, որը դրսևորվում է միմյանց ինչ-որ ուժ ցուցադրելու, ինչ-որ բան անել ուղիղ եթերում եւ այլն, հնարավոր է այնուամենայնիվ այդ ձեռագիրը, այսպես ասենք, փոխվի եւ ընտրողի ներկայացվի ծրագրերը, որպես ինքն էլ հունիսի 7-ին կարողանա իր ընտրությունը ճիշտ կատարի ծրագրի, գաղափարների եւ ներկայացված անելիքների ու արվելի գործերի մասով լինի, սա որպես առաջին հարց եւ վերջերս մամուլում հրապարակվեց համանadrության փոփոխված տեքստը, որոշակի հատված այնուամենայնիվ արտարադատության նախարարությունից հայտնեցին, որ սա աշխատանքային տարբերակն է, որում բացակայում է նախաբանը, արդյոք սա վերջնական է, թե որոշակի փոփոխություններ կլինեն եւ արդյոք այդ նախաբանը իրապես հեռացվելու է համանadrության նոր համանadrությունից։ Նախ հրապարակվածը նույնիսկ սևագիր էլ չէր, այլ սևագրի սևագիր էր, ասենք այդպեսի տասնյակ տեքստեր կան, տասնյակ պաշտոնյաների եւ process-ում ներգրաված փորձագետների մոտ։ Երկրորդը ես իմ կարծիքը կներեք մի տարի, գուցե 2 տարի առաջ եմ խոսելով անկախության հռչակագրի բովանդակության սկզբունքային կոնֆլիկտի մասին Հայաստանի պետականության հետ։ Երևի, քանի որ այդ հարցը ծագում է, երևի այս թեմային առաջիկայում ավելի կոնկրետ տեքստային մակարդակով պետք կլինի անդրադառնալ։ Ինչ վերաբերում է համադրության, նոր համադրության տեքստին, նոր համադրության տեքստի վրա մենք աշխատում ենք եւ աշխատանքային process է գնում։ Իմիջիայլոց ուզում եմ ասել, ես զգում եմ, որ կա տպավորություն, որ փորձ է արվում հանրության շրջանում տպավորություն ստեղծել, թե կամ կառավարությունը, կամ խորհրդարանը իրենք են ընդունում համադրությունը։ Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ կառավարությունը եւ խորհրդարանը առավելագույնը, որ կարող են անել, հավանություն տալ համադրության նախագծին։ Դա միջև ժողովրդի մեծամասնությունը չքվեարկի այդ տեքստի օգտին, այդ չի կարող համադրություն դառնալ։ Ժողովուրդն է որոշելու դա համադրություն դառնա, թե համադրություն չդառնա։ Ինչ վերաբերում է առաջին հարցին, ես ընդհանրապես աշխատում եմ, փորձում եմ, վստահ չեմ, որ միշտ ստացվում է, բայց փորձում եմ յուրաքանչյուր դեպքում, յուրաքանչյուրի հետ քաղաքական մրցակիցների նկատի ունեմ, խոսել իրենց հասկանալի լեզվով։ Ինչ վերաբերում է ձեր նշած առաջին հարցին, այո, համաձայն եմ, մենք պետք է ձգտենք գնալ այդ ճանապարհով եւ մենք մաքսիմալը կանենք, որ այդ ճանապարհով գնանք։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Արագի։ Պարոն Փաշինյան, երբ 2018 թվականին դուք մերժում եք Սերժ Սարգսյանին, դա հիմնավորում եք երրորդ նախագահի այն հայտարարությամբ, որ որևէ մեկը իրավունք չունի Հայաստանը 2 անգամից ավելի ղեկավարելու, սակայն դուք հիմա հավակնում եք վարչապետի պաշտոնին 3-րդ անգամ։ Չի ստացվում, որ դուք այն ժամանակ պայքարում եք ոչ թե Սերժ Սարգսյանի սուպեր վարչապետական կոստյումի դեմ, այլ այդ կոստյումի մեջ հարմար տեղավորվելու համար։ Շնորհակալություն։ Նախ 2018 թվականին իմ ասածը կախված է եղել Սերժ Սարգսյանի հրապարակային խոստման հետ, որ ինքը չի առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։ Ինչ վերաբերվում է ձեր նշած երկրորդ հարցին վարչապետի հետ կապված, ինչքան ես գիտեմ, խորհրդարանական կառավարման երկրներում վարչապետի առաջադրման ժամկետ անգամների հետ կապված սահմանափակումներ չկան եւ այդ հարցերը կարգավորվում են կուսակցական ընտրություններով, որի ավանդույթը մենք այսօր թափանցիկ կերպով բան ենք անում, ստեղծում ենք։ Եվրոպայում լիդերներ են եղել, ովքեր 3-4, կարող նույնիսկ 5 անգամ առաջադրվել են, ընտրություններում առաջադրվել են եւ հաղթել են։